էական չի թե քանի մարդ էր հավաքվել 30,000 թե 27,000 դրանից հարցի բովանդակությունը չի փոխվում մեծ հաշվով այն նպատակ ինչ որ դրվել էր մեր ուղերձների տեղ հասցնելու իմաստով եւ այլն դա տեղի ունեցավ իսկ այսօրվա խորհուրդը դա անքննարկելի է կարծում եմ դա նույն բանն է որ ասես ընտանիքիդ պաշտպանության առումով կամ եթե քո ընտանիքը կամ քո սրբությունները վտանգի տակ են ինչ կանես Իմ անձնական ընկալումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված այդ նույն համեմատության մեջ է, այսինքն դա չի քննարկվում եւ ցանկացած երևույթ ես համեմատությունը առիթ ունեցել եմ երբ որ երկրի տնտեսության վերաբերյալ են ինձ հարցեր ուղում հաճախ ասում են ինչ կլինի եթե սահմանները բացվի ասում եմ Հայաստանի տնտեսության կլանումն էլ է հարցի լուծում հիմա նայած մենք դա նորմալ ենք ընդունում թե նորմալ չենք ընդունում դա այդ տրամաբանության մեջ կարծում ստեղ իմաստ չունի քննարկելը միանշանակ սա որպես սրբություն ենթակա է բարձրաձայնման որ մենք այո եկեղեցու կողքին ենք Վերադառնալով հենց եկեղեցու թեմային, հա, այս գրողները արդյոք ունեցան հակառակ էֆեկտը, գրողները, հաշվի առնելով, որ այսօր եւ առհասարակ վերջի շրջանում ավելի շատ մարդիկ Կարծում եմ որոշ չափով այո, դեռ այն չափով չի ունեցել այդ հակառակ էֆեկտը, որ ավելի շատ մարդ պետք է արձագանքի սրան, մարդիկ մի մասը կարծում եմ թմբիրի մեջ են, մի մասը ուղղակի վախենում են Վախը ամենամեծ թշնամին է, վախի պատճառով են ծնվում բոլոր վատ երևույթները եւ ժողովուրդը կամաց տեսնելով նաեւ այս շարժումը, մեր շարժման խորհուրդը նաեւ առաքելությունը դրա մեջ է կայանում, որ մարդկանց այդ թմբիրից հանենք։ Ես անձամբ այդպիսի օրինակ իմ շրջապատը, իմ ճանաչած մարդիկ տեսնելով ինձ, այն մյուս մեկին տեսնելով մարդիկ ուշքի են գալիս, այսպես ասեմ, մեկ բառով։ Եվ երեկվա այդ հակառակ էֆեկտը, չգիտեմ, ինչպես է չափվում, մարդկանց քանակով թե ինչ կերպ, բայց ունեմ այդ տպավորություն, այդ զգացողություն, այդ ինտուիցիան, որ այո, նաև ինչ որտեղ հակառակ էֆեկտը կա։ Եվ հաշվի առնելով երեկվա հանրահավաքի մարդաշատությունը եւ այսօր այստեղ բազմաթիվ ուխտավորների ներկայությունը, ինչ եք կարծում, իշխանությունը կշարունակի այդ գործողությունները, կալանավորումները, ավելի ուղղացնի այդ Չեմ կարող ասել ամեն դեպքում տեսնելով այնպիսի երևույթներ, ես երեկ էլ հնչեցրեցի այդ միտքը, որ եթե նախկինում մենք պատկերացնեինք, որ այսպիսի բան հնարավոր է, մեզ կթվար, որ վատ երազում ենք գտնվում, հետեւաբար դժվար է ասել կշարունակեն թե ոչ։ Բազմաթիվ կարմիր գծեր են հատված, եթե այդ տրամաբանության մեջ ենք նայում, այո, կարող է եւ շարունակեն։ Քննարկում է, որ հոկտեմբերի 27-ն Չլսեցի կներեք։ Մամուլի քննարկում է, որ հոկտեմբերի 27-ն են տրված կաթողիկոսին ձերբակալելու կամ նրա հետևից գալու օրը, նաև գործ է հարուցվել այն հայտնի ձայնագրության հիման վրա, սա արդյոք նաև ժեստ է այսօրվա օգտագնացությունը, որ այդուամենայնիվ շարժում է եկեղեցու կողքինը եւ պատրաստ է կանխել հարձակումը։ Հոկտեմբերի 27-ին ինչ կլինի չեմ կարող ասել, բարեբախտաբար մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր ներքին կանոնակարգերով այնպիսի կառույց է, որ անկախ նրանից սրբազաններին կամ կաթողիկոսին կբանտարկեն թե ոչ, իրենք շարունակելու են մնալ սրբազան եւ կաթողիկոս։ Այնպես չի, որ քաղաքացիական պաշտոն չի, որ որոշեն հանեն եւ նշանակեն մեկ այլ անձի։ Դա իրենք շարունակելու են մնալ իրենց դիրքերում, անկախ նրանից որ կարգավիճակում կհայտնվեն։ Իսկ խորհուրդը այո, նաեւ խորհուրդը ոչ միայն այդ ամսի 27-ի հետ կապված, ընդհանրապես այս վերջին ժամանակաշրջանում ինչ որ կատարվում է, մենք դրան ենք արձագանքում։